Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Վռամի վիցակն արդեն կայուն է։ Առավոտյան Նարեն ու Սաքոն կրկին գնում են հիվանդանոց եղբորը տեսնելու։ Նարեն մտքում հազարավոր հարցեր ու մտահոգություններ ուներ։ Այդ այցը վերածվում է հոգեկան հանգստության մի փոքր պահի, քանի որ լավ է, գոնե Վռամի հետ է ամեն բան կարգին։ Երեկոյան, երբ արդեն Նարեն պատրաստվում էր դուրս գալի վնդանոցից, Սաքոն առանց երկար բացատրելու ասում է, որ իրեն տուն պետք է տանի Արմոն։ Նարեն ցնցվում է այդ լուրից։ Նա չի կարողանում հասկանալ, ինչու է հայրը դեռ շարունակում այդ մարդու հետ իր հանդիպումները պարտադրել։ Նա չգիտի, որ Սաքոն արդեն տեղյակ է Արմոյի կողմից ունեցած նյութերի մասին ու պարզապես փորձում է պաշտպանել իրեն, մտածելով, որ եթե հարաբերությունները պահպանվեն, ապա Արմոն չի բացահայտի տարիներ առաջ կատարվածը։ Նարեն միայն զգում է, որ կրկին վերածվում է գործարքի առարկայի։ Նա պատկերացում չունի, որ Սաքոն պատրաստ է իր դստերը զոհաբերել սեփական հանցանքների համար։ Եթե Նարեն իմանար ամբողջ ճշմարտությունը, ապա իր հիասթափությունը հոր հանդեպ կկրկնապատկվեր։ Մյուս կողմից Սոնան խոսում է Հայկի հետ։ Նա ասում է, որ գիտակցում է իր ու Վռամի հարաբերությունների անկարողությունն ու աննպատակ լինելը, անկախ զգացմունքներից։ Նա ընդունում է իրականությունը սառնասիրտ, առանց ավելորդ հույզերի։ Հայկը մի պահ թվում է ուրախ նկատելով քրոջ սթափ դատողությունը, սակայն ինքը դեռ չի գիտակցում, որ Նարեի հանդեպ ունի ավելին, քան պարզապես հետաքրքրություն։ Իր ներսում նա սկսում է ձևակերպել մի զգացմունք, որը մինչև այժմ չէր ընդունում։ Նարեն էլ ի վերջնականապես ասում է Արմոյին, որ ավարտ է դնում իրենց շփմանը։ Նա այլևս չի պատրաստվում խոսել նրա հետ, լսել սպառնալիքներ կամ ենթարկվել նրա կարգադրություններին։ Բայց ամեն ինչ ավարտված չէ։ Առավոտյան, երբ նորելույսը բացվում, Արմոն ուղարկում է Նարեին ձայնային հաղորդագրություն, որտեղ ասում է, որ եթե Նարեն որոշել է այդպես, ուրեմն ինքն էլ իր անելիքն է արել։ Պատմել է Հայկին ճշմարտությունը։ Նարեն խուճապի մեջ է ընկնում։ Նա ցնցված վեր է թռչում անկողնուց ու շտապում դուրս գալ, միայն մեկ նպատակով՝ հանդիպել Հայկին ու որևէ կերպ փորձել արդարանալ։ Տարօրինակ կերպով նա հավատում է Արմոյին։ Նայած անցած ժամանակին ու բոլոր կեղծիքներին, նա ենթադրում է, որ այս անգամ Արմոն ճշմարտությունն է ասում։ Երբ Նարեն ու Հայկը վերջապես հանդիպում են, նա կանգնում է նրա առաջ ու սկսում բացատրել, արդարանալ, ասելով բաներ, որոնք ըստ իրեն Հայկը արդեն պետք է իմանա։ Սակայն Հայկը զարվածած նայում է նրան։ Նրա դեմքի վրա տարակուսանք է։ Նա ոչ մի կերպ չի հասկանում, ինչի մասին է խոսում Նարեն։ Հայկը դեռ ոչինչ չգիտի։ Արմոն կրկին խաբել է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Նարեն կխոստովանի հոր սպանությունը Հայկին։ Գրեք մեկնաբանություն։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և իմ հայրան սարսափելի տիպ 81 սանտիմետր 81 սանտիմետրն է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Գունակացեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակն է։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն նախարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահա, բան ստացել, բայց